Մարդը նույնիսկ չի գիտակցում, որ ունի խնդիր, իր մոտ կա քրոնիկ հոգնածություն։ Ունեմ գլխապտույտ, ունեմ հավասարակշռության խնդիր, ունեմ մկանացավեր, ստամոքսում խնդիրներ, ճնշման տատանումներ, տրամադրության փոփոխություն, Որոնք են այն պատճառները, որոնք հասցնում են քրոնիկ հոգնածության։ անընդհատ աշխատանքային վիճակում, անընդհատ պատրաստ վիճակում օրգանիզմին եւ մտքին պահելու իրականությունն է։ Այնքան հոգնած եմ, որ նույնիսկ ցանկություն չեմ ունենում դրա մասին մտածելու ու մնաց իրականացնելու։ Մարդը անընդհատ ստրես, կորտիզոլը մշտապես բարձր մակարդակի վրա արյան մեջ։ Նախադասությունը կարող է կարդալ 5 անգամ, բայց չմտապահել կամ մոռանում է օրինակ հասարակ ինչ-որ բառեր, նախադասություններ։ Ուղեղս ոնց որ մշուշի մեջ լինի։ Հիշողությունս վատ է, այստեղ այնտեղ էսպես լավ չեմ հիշում։ Մեր կյանքը գնալով ցավոք սրտի դառնում է ավելի ստրեսային։ Ուղեղի նեյրոնները սովորում են այն հրահանգին, ինչը դու տալիս ես նրան։ Այսինքն, եթե դու անդադ մտածում ես վատատես ես, որ սա վատ է լինելու, ուղեղը սկսում է ընդունել, որ դա իր նորմայի տարբերակն է։ Ինքը այլևս ման չի գալիս լավը։ Գիշերային զրույցներ ամեն ուրբաթ